Մի հատ այս նյութով ուզում եմ այս ծառի պատմությունի խոսեմ, պատմությունից։ Այս այգիներից, հին այգիներից մեկն էր, որ մեր հին, երևի 14-15 թվից ստեղ մտնում հլնում ենք։ Դե իհարկե կլասիկ այգի չի, խառնաշփոթ ծառեր տնկած, ձեռի հետ կտրտել ենք միշտ, ոչ ճիշտ ձևավորած, հարցը դրանում չի։ Հարցը հենց այս ծառն է։ Ծիրանենին վաբշետը խորը երիտասարդացման դեպքում ինքը վտանգավոր է։ Օրինակ այս ծառի սաղարթը որ նայեք, նույնիսկ իմ նյութերում որ նայեք, համարը ամեն փետրվար-մարտ ամսին այս ծառի պատմությունից բան է գցած։ Ծիրանենին խորը այդ անելուց ընդհանրապես 50-50 է լինում, չի արթնանում, այսինքն մեռնում է, ինքը չի վերականգնվում։ Սա դե նախապես զգուշացնում ենք, նոր են կտրտում, սա վերականգնվեց, նայեք այս ծարմարված ճյուղերը, մի քանի ճյուղերի վրա թազա չի վեր ստացանք, ամեն տարի ձևավորում ենք, ճիշտ է, տեղանքի համեմատ նախադասություն, երբ որ օգտագործում եմ, բիսեդկա ունի բարձր, դրա համար է բարձր։ Համ իր շվակն ապահովում որպես բան, ծառ, համ բերք է ունենում էլի։ Ճիշտ է, հարմարավետ չի, մոտ 3 մետրից վերև նոր բերքն է, բայց տեղանքին համեմատ, տարածքին համեմատ էտած է։ Հիմա այս տարի էլ նորից էտեցինք, հասել ենք այն ծայրամասերով շատ բարդ դժվարին, որ ուշադիր նայեք կզգաք, կտրտել ենք։ Իսկ սա այս մյուս ճյուղը էլի իրանն է, էլի պատվաստա վայրագը չի։ Բերք տվեց, տեսանք ծառին էլ որ նայում ես, ու հավատացեք երևի 4-5 տարվա մեջ, այսինքն այս ծառի շվաքի տակ, այսինքն մայր ճյուղի տակ, էլի այսինքն մեծ սաղարթ ունեցել։ Հիմա մենք այս տարի էլ սենց կտրտեցինք, խորը մի քիչ որ կարճացնենք, բերք չեր ունենա, ոչ է սաղարթը կդզվեր, բերք կունենա այս տարի, հետո արդեն կարան այս հաստ ստվոլը հեռացնի, էսի տեսնում եք պարաններով կապած է, քաթանի պարաններով, որ հնարավորինս ուղիղ լինի։ Արդեն այս երկրորդ աճածը կլինի, նայեք, էսի իրա վերականգնած ճյուղն է։ Էս էլ մեր էտի աշխատանքներից պարզապես իսկապես նույնիսկ մի հատ էլ օրինակ բերեմ, ստեղ տանձի ծառի քոթուկ ունենք, ստեղի տանձի ծառը մի հատ էլ ընդեղ կար, քանի որ տարածքում ունեն լիքը այգիներ չխնամվող, նայեք սենց էս կողքը նայեք էլի, ու լիքն է, պատկերացրեք սենց անտառային վիճակ, որոնք նպաստում են այգիների միջատների բազմացման, վնասատուների շատացման համար, այսինքն մանավանդ տանձի ծառի վրախի օրինակը բերեցի, անընդհատ սրսկում էր, դեղի դոզանացնում էր, նորից էր ընդեղից վարակը գալի միա, այսինքն դառնում էր մի քանի հատ տանձի համար, ես ինչքան քիմիա տաս, համ ծառը բերքը փչացնես, համ չունենաս ծախսիդ համեմատ արդյունք։ Դրա համար նոր այգիներ հիմնելուց շատերին ասում եմ, ժողովուրդ ջան, եթե փոքր է տարածքը, բերքատու մի դրեք, կամ դնելուց պատրաստ եղեք, որ ճիշտ ձևավորեք, սորտավորեք, տեսակավորեք, որ գոնե, չգիտեմ ոնց ասեմ, հնարավորինս մի քիչ օգուտ ունենաք։ Այս էլ մեր աշխատանքներից, մեր հին գործընկերներից է, սենց այգիներ իրոքից մենակ մեր ծանոթներին ենք մտնում, նպատակը որն է, որ կուլտուրական այգիներ հիմնեք, գեղեցիկ, հարմարավետ, ճիշտ ձևավորած պուրակներ սարքեք։ Այս էլ մեր այս աշխատանքից մի քանի նյութից խոսացի, թե հարևանության ծառերի ինչքան վտանգավոր է չխնամված այգիների, ծիրանի նոր երիտասարդացման եւ ճշգրիտ այգեշինության թեմայով։ Այսքանը։